Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Սողոմոն իմաստուն այսօր շատ գեղեցիկ մի տող ուներ, սիրելիներ։ Իր իմաստության գրքի մեջ այսպես էր գրված. առհասարակ Աստծո համար ատելի են թե ամբարիշտը եւ թե նրա ամբարշտությունը։ Երկուսն էլ, թե գործն էլ, նրա գործողն էլ Աստծո համար ատելի է։ Շատերիս համար անհասկանալի կթվա, թե այս տոնը, որ խաչագյուտ է, խաչի գյուտի տոնն է, ինչու այսպիսի տողեր դրված մեզ ընթերցանության համար, որովհետև շատ հավատացող մարդիկներ այս ամբարշտությամբ ապրում ու գործում են եւ Աստծո համար ատելի է նրանց ամբարշտությունը։ Քրիստոնյայի կեղծ բարեպաշտության քողի տակ մարդ իր ամբարշտությունը կարող է գործել մեծ ավեր բերել, ինչպես որ Հիսուսին խաչողները սպասում էին Հիսուսին, աղոթում էին Աստծուն Հիսուսի գալստյան համար, որպեսզի նրա գեթ մեկ վայրկյանը տեսնեն, բայց խաչեցին Հիսուսին եւ մինչեւ այսօր էլ այդ թշնամությամբ ապրում են։ Երբ մեր Տիրոջը խաչեցին, Տերը հարություն առավ, երկինք համբարձվեց, նրա կենարար խաչափատ այդպես էլ արհամարված, մերժված մնաց Գողգոթայի վրա ընկած, որովհետև այն ժամանակվա ապրող մարդկանց համար դա պատժի միջոց էր, մահվան գործիք էր, չէր կարելի նրան մոտենալ։ Միայն Հիսուսի ժամանակ ռոմեական կայսրության մեջ 15000 ստրուկներ խաչեցին ճանապարհներին, որպեսզի մարդիկ տեսնեն ու այդ հզոր կայսրությունից վախենան։ Բայց թե նրանց գործը, թե նրանք, ովքեր գործեցին, ատելի եղան Աստծուն, եւ այդ մահվան գործիքը մեզ համար կյանքի փրկության գործիք դարձավ։ Արդեն գարուն էր, երբ Հիսուս խաչվեց ու հարություն առավ։ Երբ որ մնացել էր խաչերն այնտեղ, խոտերը բարձեցել ու խաչերը ծածկվել էին, եւ մի օր մի քանի երեխաներ այդ հատվածում խաղում են, եւ մի կախ տղա ոտքը խփեց Հիսուսի խաչափայտին, բուժվեց նրա ոտքը։ Եկավ քաղաք, պատմեց, մարդիկ, ովքեր այն ժամանակ բորոտներ էին, կաղեր էին, անդամալույցներ են, գնացին, տեսան եւ հրաշքը կատարվեց, փառաբանեցին Տիրոջ եւ Հակոբոս Առաքյալը խաչափայտը վերցրեց իր մոտ, որպեսզի մարդիկ, ովքեր կուզենան բժշկվել, Հիսուսի անունով գան եւ բժշկվեն։ Բայց քանի որ Հիսուսին խաչողները չէին հաշտվում այդ իրականության հետ, վերցրեցին եւ խաչը տարան դրեցին Հիսուսի գերեզմանի վրա, փակեցին, հետո Աֆրոդիտե չաստվածուհու պատկերը դրեցին այնտեղ, որպեսզի մարդիկ գան եւ իմանան, որ այդ չաստվածուհու միջոցով են բժշկվել, ոչ թե Հիսուս Քրիստոսի։ Երբ որ հրաշքներն ավելի շատացան, նրանց ատելությունն ավելի առաջ գնաց, նրանք խաչը թաղեցին հողի տակ, սպանեցին Հակոբոս Առաքյալին եւ ամեն բան մոռացվեց մինչեւ 4-րդ դար։ Եվ տեսիլքի մեջ Հեղինե Թագուհին տեսավ, որ ինքը պիտի գնա Քրիստոսի տնօրինական վայրեր աղոթելու եւ նաեւ այնտեղ տաճարներ կառուցելու։ Երբ որ եկավ Երուսաղեմ, այդ ժամանակ ավերվածությունը չէր վերականգնվել, բայց քրիստոնյաներից ոչ ոք չգիտեր, որտեղ է խաչը բացի մեկ հրեայից Հուդանունով, որ անհավատ էր եւ հակառակ քրիստոնեության, Թագուհին նախ խնդրեց նրան, որ տեղը ցույց տուր, հրաժարվեց, ասելով, որ չեմ կարող քրիստոնյաները Աստծո տեղը ցույց տալ։ Բայց երբ որ բանտարկվեց, սոված մնաց, համոզվեց եւ ցույց տվեց, երբ որ բացեցին աղբանոցը, տեսան, որ խաչափայտ այնտեղ է, հանեցին, հրաշքը կատարվեց եւ խաչը գտնվեց, վերադարձավ տաճար, Հուդան ինքը, որ անհավատ էր, մկրտվեց Գյուրեղանունով, հետագայում դարձավ Երուսաղեմ քաղաքի պատրիարք եւ ինքն էլ ականատես եղավ խաչի երևման տոնին, որը գրի առավ իր նամակով եւ ուղարկեց այդ ժամանակվա Կոստանդիանոս կայսրին։ Ինչ կապ ունի խաչագույտը գյուտը այսօրվա 21-րդ դարի մարդու հետ, սիրելիներ։ Մեր հոգին էլ է արհամարված, ինչպես որ խաչափայտը միտեղ դրված։ Այսօրվա մարդը, ինչպես այն ժամանակվա մարդը, չի մտածում իր հոգու փրկության մասին։ Նրա ամբողջ մտածումը այդ հոգու մաքրության դեմ պայքարն է, որովհետև ինչպես Պողոս Առաքյալն ասում, մարմինը հոգու հակառակն է ուզում, հոգի մարմնի։ Մենք ավելի շատ տուրք ենք տալիս մարմնի ցանկություններ եւ մարմնական ցանկություններով, կրքերով, չարությամբ, ատելությամբ ապրում ենք այս աշխարհի մեջ։ Եվ այդ չարությունը երբեմն այնքան է հասնում, որ մենք նույնիսկ աստվածամարդ ենք դառնում եւ կարեւոր չի մենք ով ենք, ինչպիսին կոչում ունենք, ինչ կյանքով ենք ապրում, մենք խոսում ենք այն ճշմարտությունների մասին, որոնք մենք երբեք հասու չենք։
Եվ դրանցից մեկը մեր բամբասանքն է այս աշխարհի մեջ, որ միշտ ուրիշների մեղքերը տեսնում ենք, խոսում ենք, տարածում ենք, մեր մեղքերը շատ խնամքով ծրարում, դնում ենք մի անկյունի մեջ, մեր սրտի տակ թաքցնելու, որ ոչ ոք չտեսնի։ Բայց դա մարմնական ցանկություն է մեր կյանքի մեջ, սիրելիներ։ Դուրս գանք փողոց, սրա մասին շատ եմ ես խոսել։ Հարցրեք ամեն մարդու, տեսեք քանի հոգի կգտնեք այս քրիստոնյա պետության մեջ, որ առավոտյան արթնում ու մտածում է, ինչպես անել, որ իր հոգին այսօր ավելի գեղեցիկ լինի, քան երեկ։ Կամ ինչպես անի, որ վաղ ավելի լավ լինի, քան այսօր էր։ Մատների վրա հաշված մարդիկ եկե գտնենք, ուրեմն հրաշք է մեր կյանքի մեջ։ Չկա այդպիսի բան։ Բոլորիս մտածումը, անհանգստությունը, այսօր ինչ պիտի ուտենք, ինչ պիտի հագնենք, ում պիտի խաբենք, ինչ սուտ պիտի խոսենք, ինչ կեղծավորություն պիտի անենք, եւ այդպես մարդկանց խաբելով, ինքներս մեզ կործանելով ապրենք այս աշխարհի մեջ։ Նույն պատմությունն է, երբ որ հրեաները տեսան խաչից ճառակող լույսը, հրաշքը, չարությամբ լցվեցին ու թաքցրեցին։ Այս աշխարհը մինչև այսօր ուզում է այդ լույսը հանգցնել, որովհետև չընդունեցին Հիսուսին։ Աշխարհը ատեց Հիսուսին, ուրեմն ճշմարտությունն էլ պիտի ավտի, սերն էլ պիտի ավտի եւ ատելությունը պիտի իշխի մեր կյանքի մեջ։ Եվ այն ինչ որ այսօրվա ավետարանական ընթերցումներ Մատթեոսի, որ Տիրոջ գալուստը պիտի լինի այսպես, ամբարշտությունը ամեն օր պիտի շատանա։ Մարդիկ, ովքեր քրիստոնյայի կերպարանք ունեն, սատանայի համար պիտի ծառայեն եւ մեղքով պիտի լցնեն, սիրո փոխարեն մենք պիտի սկսենք իրար ատել։ Քրիստոնյան պիտի սպանի, մատնի, կեղծի, ամեն բան պիտի անի ճշմարտությունը ոչնչացնելու համար։ Դրա համար Տերն ասում է, երբ որ այս ամբողջ անօրենությունը կատարվի, շատ շատերի սերն էլ պիտի ցամաքի։ Շատ շատերս պիտի սիրուց ցամաքենք, որովհետև պիտի հասկանանք, որ մենք պարտվում ենք, պարտվողության զգացողությամբ պիտի ապրենք։ Բայց այսօրվա նորից Սողոմոնի իմաստունի խոսքը շատ գեղեցիկ էր։ Նրանք փայտին, փոքրիկ փայտին վստահելով մտնում են ծովի մեջ, առանց իմանալու թե ուր են գնում, բայց երբ որ այդ փայտը կա, հենվելու տեղը կա, կախվելու տեղը կա եւ փրկությունը կա։ Ուրեմն ինչ էլ որ լինի այս աշխարհի մեջ, ինչ ալեկոծություն, փոթորիկ էլ որ լինի այս աշխարհի մեջ, սիրելիներ, Հիսուսի խաչը կա, որ մեզ փրկություն պիտի առաջնորդի։ Մենք չգիտենք վաղը մեզ ինչ է սպասում, մենք չգիտենք մի քանի ամիս հետո, մի քանի տարի հետո ինչպիսին պիտի լինի քրիստոնեության եւ քրիստոնյայի վիճակը այս աշխարհի մեջ։ Բայց ամեն բան կախված է քրիստոնյայից։ Ամեն բան։ Եթե մենք իբրև քրիստոնյաներ, ինչպես փարիսեցիները, արտաքին կողմը պիտի պահեն հավատքի, ինչպես Հիսուս է ասում, չամանի, անանուխի, սամիթի 10-րդը պարտաճանաչ պիտի տան, բայց Տիրոջ արդարություն իրենց կյանքի մեջ չպիտի լինի, չպիտի գործեն, վայ մեզ կեղծավորներիս, վայ մեզ սուտ կեղծ հավատացողներիս։ Որտեւ արտաքին կողմը պահելով դու չես կարող փրկվել։ Հիսուս ասում էր, գնում եք ծով ու ցամաք եք փնտրում, որ մեկ հոգու դարձի բերեք, դարձի բերելուց հետո ավելի վատ նրան գեհենի կրակի բաժին եք դարձնում, ավելի վատն եք դարձնում, քան դուք եք։ Ուրեմն նշանակում է քրիստոնյայի կյանքից ու որակից է կախված նաև մեր կյանքի հասարակական որակը ինչպիսին պիտի լինենք։ Քրիստոնյաներ ենք, գալիս ենք տաճար աղոթելու, բայց ավելի շատ հոգևորական եւ մեր կողքի նստած մարդկանց մեղքերից ենք խոսում, քան մեր մեղքերն ենք ուզում տեսնել։ Հոգևորականը փրկություն բերողը չէ։ Հոգևորականը փրկիչը չէ։ Հիսուս Քրիստոսն է փրկիչը։ Եթե նայենք որևէ մեկի կյանքին ու դրանով փորձենք հավատալ, մենք արդեն կործանված ու դատապարտված ենք, սիրելիներ։ Փարիսեցիներից ոչ ոք օրենք չգիտեր, Սուրբ Գիրք չգիտեր, տառացիորեն արտաքին ամեն բան պահում ու կատարում էին, բայց սեր չկար իրենց մեջ, գութ չկար իրենց մեջ, ողորմություն չկար իրենց մեջ։ Իրենք դատարկ փուչ անոթներ էին, քամուս քշված տերևներ։ Այնպես էլ այսօրվա 21-րդ դարի քրիստոնյան իր հավատքը կապում է մարդկանց հետ, կույրերի հետ հատկապես, եւ կույրերը կույրին չեն կարող փրկություն առաջնորդել։ Մենք Հիսուսին մի կողմ ենք թողնում, ասում ենք Տեր դու մնա այստեղ, այսօր մի խառնվիր մեր կյանքին, մենք ավելի կարևոր գործեր ունենք, կարծես թե մենք փրկիչներ ենք, կարծես թե մենք ճշմարտության կրողներն ենք եւ փորձում ենք մեր պատկերացրած ճշմարտությամբ ապրել այս աշխարհի մեջ։ Ես օրինակով պատմեմ, սիրելիներ, երբ մի օր մի երիտասարդ տղա մի ձի է գտնում դաշտից ու բերում տուն։ Ասում է հայրիկ, շատ գեղեցիկ ձի եմ գտել։
Անուն չկար վրեն, Տերը չկար, ուրեմն սա իմն է։ Սա շատ լավ ու բարիք է մեզ համար։ Հայրն ասում է տղաս, դու չգիտես ինքը կարող է նաև քեզ չարիք բերել։ Օրեր հետո տղան երբ որ ձի էր քշում, ընկավ ու երկու ոտքերը կոտրվեց։ Եվ ասաց հայրիկ դու ճիշտ էիր։ Ինչ որ ես գտա բարիք համարեցի, ինձ համար չարիք եղավ։ Ու հանկարծ մի քանի օր հետո այդ երկրում պատերազմ է հայտարարվում եւ բոլոր տղամարդիկ ենթակա են պատերազմի։ Գալիս են այս տղայություն, տեսնում որ ոտքերը կոտրված է, չի կարող պատերազմ գալ, հայրն էլ պիտի մնա, որպեսզի զավակեն խնամի։ Երբ պատերազմը վերադառնում, այդ փողոցից շատ շատերը չեն վերադառնում։ Եվ տղան ասում է հայրիկ ճիշտ է, ես ոտքերս կոտրվեցի, սա շատ վատ էր, բայց նաև այս ոտքերս կոտրվելը ինձ համար փրկություն եղավ։ Խաչն էր, որ մահվան գործիք էր, տանելի չէր, դրանից բարիք ծագեց մեզ փրկվելու սիրելիներ։ Եվ այդ փրկությունը, որ Հիսուս բերում է մեզ, եւ խաչագյուտը նաև մեզ գտնելու, Տերը այդպես է մեզ փնտրում։ Մեղքի աղբն է մեր վրայից ուզում ամեն օր մաքրել, որպեսզի մեզ գտնի այնտեղ։ Եվ մենք էլ պիտի կենթանության նշան ցույց տանք, մենք հավատացող ավազակի պես ենք, որ կենթանության նշաններ ունենք, թե անհավատի պես ենք, մերժել ենք Քրիստոսին եւ ինչքան էլ մեզ մոտեցնում են Քրիստոսի խաչին եւ խաչի զորությունը ամեն օր մեր կյանքի մեջ գործում է, բայց մենք շարունակում ենք չփրկված ապրել այս աշխարհի մեջ, մերժված մնալ այս աշխարհի մեջ, որովհետեւ մենք ճշմարտություն այդքան չենք փնտրում, ինչքան մեր պատկերացրած ճշմարտություն ենք փնտրում։ Ես այս օրինակը 1000 անգամ եմ պատմել, երբ մեկը գալիս է ասում է հայր, ճիշտ է որ Արսեն մեծը օրվա մեջ 1 ժամ էր քնում, ասում է այո տղաս, ճիշտ է, ասում է ես էլ եմ ուզում այդպես անել, ասում է արա, եթե դու Արսեն մեծն ես։ Ուրեմն մենք մեր գլխից բարձր բաներ ենք փնտրում այս աշխարհի մեջ, հորինում ենք մեզ համար սրբության չափանիշներ, սրբության օրինակներ, բայց Քրիստոսին մոռանում ենք, որ այդ ամենի հետևում միայն Քրիստոս է կանգնած։ Եվ Քրիստոս այդ պարզության մեջ է, Քրիստոս պարզ բաների մեջ է իրեն ցույց տալիս, բարդության մեջ չէ։ Սարերում սուրբ լինելը հեշտ է, որովհետև այնտեղ մարդ չկա, դու միայնակ ես։ Դու պիտի այստեղ սուրբ լինես, քո նմանի ներկայությամբ սուրբ պիտի լինես։ Քո նմանի հետ ապրելով պիտի կարողանաս սիրել Աստծուն։ Դրա համար հայրերից մեկն ասում է լավ է այն մարդ, ով իր մեղքերն է տեսնում, քան այն մարդը, ով հրեշտակներ է տեսնում։ Այն մարդ, ով իր մեղքերը չի տեսնում, եւ ինքը ուրիշների մեղքերով իր կյանքն է չափում, որ ինքը ավելի լավ է, որ ինքը այսօր չի շնացել, ինքը չի գողացել, սուտ չի խոսել, չի խաբել, ուրեմն ինքը ավելի լավ է, այդտեղ արդեն իր դատավարտությունը։ Սա է սատանայի հաղթանակը, որ մեզ հրավիրում է ուրիշների մեղքերը տեսնելու, որպեսզի մենք մեզանով չզբաղվենք։ Մենք մեր կյանքը չքննենք, կարծենք, որ մենք պատարակի գնացինք, ծնկեցինք, փառաբանեցինք, 10 օր ծոմ պահեցինք, վերջ, մենք սուրբ ենք, բոլորը մեղավոր են։ Չկա այդպիսի բան, սիրելիներ։ Նա ով չի սիրում, ինչքան ուզում է պահք պահի ծոմ պահի, նա փրկություն չունի։ Նա ով չի սիրում, ինքը Քրիստոսին երբեք չի ճանաչել։ Այն մարդ, ով իրեն մերժողին համար չի աղոթում, նա չի կարող փրկություն ունենալ։ Սա հստակ է մեզ համար։ Այդ արտաքին միջոցները մեզի հրավիրում են այդ սրբությունը հասկանալու, ճանաչելու, բայց դրանք փրկություն չէ։ Ինչ կուտենք, ինչ չենք ուտի, ինչքան կապրենք, ինչքան չենք ապրի, սրանից մեր կյանքը չի արժևորվում։ Մեղքի աղբը գալիս է, ինչպես հրեաները Քրիստոսի խաչը ծածկեցին, Սատանան էլ մեղքով մեզ է թաղում մեղքի հնոցի մեջ, մեղքի փոսի մեջ է թաղում մեզ։ Եվ Քրիստոսը, որ ամեն օր փնտրում է մեզ, մաքրում է, բայց մենք նորից ասում ենք, չէ, թող նորից լցվի աղբը մեզ վրա։ Եվ մենք ավելի շատ եկեղեցում այսօր հատկապես քաղաքական հարցերով ենք խոսում ու քննարկում, քան հոգևոր։ Իրար այդ հանդիպման ժամանակ մեր ամենօրյա զրույցը ավելի շատ սրա նրան ում պաշտպանենք, ում ընտրենք, ում կողմը գնանք, քան թե ինչպես Քրիստոսին ճարենք մեր կյանքի մեջ, ինչպես Քրիստոսին հանդիպենք մեր կյանքի մեջ։ Սա ամենավտանգավոր խնդիրն է դարձել 21-րդ դարի քրիստոնյայի կյանքի մեջ։ Եվ սա է պատճառը, որ անհավատները Քրիստոսի անունով հալածելու են մեզ, սիրելիներ։ Անհավատները մի օր գալու են մեզանից անգամ հրաշքներ են պահան, ասեն թե դու քրիստոնյա ես, աղոթող ես, դե հրաշքը ցույց տուր։ Բայց քանի որ մենք մեղավոր մարդ ենք, մեղքի մեջ թաղված, չենք կարող հրաշքներ գործել։ Մեր սրտերը այնքան է կարծրացած, որ մենք փորձում ենք ամեն բան այս աշխարհի մեջ անել։ Մեր ժամանակը շատ կարճ է, սիրելիներ։ Մենք չգիտենք Աստված որորը մեզ հրավեր կուղարկի
իրեն միանալու կամ իր մոտ ներկայանալու։ Բայց մենք այդ փոքրիկ հատվածի մեջ, որ կյանք ենք կոչում, մենք ատում ենք, արհամարհում ենք, թշնամանում ենք, չարանում ենք, պարզ մի բան պիտի անենք, սիրենք, վախենում ենք սիրելից։ Մենք այսօր նաև վախենում ենք սիրել, որովհետև մենք սերը թուլություն ենք համարում։ Վախենում ենք ներել, որովհետև կարծում ենք, թե մարդիկ կնստեն մեր գլխին։ Վախենում ենք մարդուն ասել, ես քեզ հասկանում եմ, ես քո վիճակի մեջ մտնում եմ, որովհետև մտածում ենք, ինչ կտանի մեզանից, ինչ կուզի մեզանից, հանկարծ փող չուզի ինձանից, հանկարծ չասի արի մեծ այս ճանապարհն անցենք։ Սա էլ ենք վախենում։ Մեր դռները փակում ենք, մտնում ենք մեր տների մեջ եւ գիտենք, թե մենք փրկված ենք, մենք աշխարհի ամենաարդարն ենք։ Այդպես չէ, սիրելիներ։ Դրա համար ասում եմ այսօրվա խոսք այստեղ է։ Աստծո հարամ առհասարակ Աստծո համար ընդունելի չէ, թե ամբարիշտը, թե նրա ամբարիշտությունը, թե գործողը, թե գործը, երկուսն էլ ատելի են Աստծո համար։ Ատելի են, սիրելիներ։ Այնինչ որ Փարիսեցին աղոթում էր, որ ինքը չի շնացել, չի գողացել, չի սպանել, Աստված տարվա մեջ 1 օր էր ծոմ պահանջել, ինքը 2 օր էր շաբաթը պահում, 10-րդը կանոնավոր տալիս էր, բայց նրա աղոթքը Աստված չլսեց։ Մերժելի աղոթք համարեց դա, որովհետև ամենագովելի Աստծո մոտ եկել էր ինքն իրեն էր գովում։ Եթե մենք մեզ համեմատում ենք մեղավորների հետ, մենք բազում առավելություններ կունենանք, սիրելիներ։ Եկեք մեզ համեմատենք Նարեկացու հետ, Շնորհալու հետ, առաքյալների հետ, մեր ժամանակի հայտնի սուրբերի հետ։ Տեսնենք մենք իրենց համեմատությամբ գովելի ենք, առավելություն ունենք։ Ոչ մի բան չի փոխում, երբ որ ես քահանա եմ, սա դեռ չի նշում, որ ես փրկված եմ։ Իմ զավակը, որ քահանայի զավակ է, դեռ փրկություն չունի։ Ես իր համար կարող եմ աղոթել, խնդրել, բայց ինքը իր համար պիտի աղոթի, որ փրկվի։ Ու մի կարծեք, որ մենք որ շատ աղոթեցինք, արդեն փրկված ենք։ Մենք աղոթում ենք, բայց աղոթքի զորությունը մեր կյանքի մեջ չկա։ Դրա համար Խաչագյուտի այս տոնի մեջ այս ընթերցումներն էր դրված։ Երբեմն նույնիսկ հիմարություն ենք համարում, ինչ որ կարդում ենք։ Ասում ենք այս ժամանակի համար չի գրված։ Պողոս առաքյալը այդ ամենն ասել է առաջին դարի քրիստոնյաների համար։ Նույնիսկ այսօր մարդիկ են հայտնել, որ Պողոս առաքյալին սխալ են հանում, որ Պողոս առաքյալը սխալ է մարդկանց քրիստոնեության մեջ առաջնորդել։ Սա էլ կա այսօր մեր կյանքի մեջ։ Մարդիկ ուզում են աղոթքի բառերը փոխեն, ինչ որ Քրիստոս է սովորեցրել, ասել որ Քրիստոսի սովորացրած այսօր ժամանակակից մարդ համար ընդունելի չէ։ Աղոթքը, երբ որ մենք ուզում ենք աղոթքի կանգնել, ասում ենք պատարագը երկար է, ժամանակ չունենք։ Ես էլ ասում եմ, որ մեր սերն է կարճ, դրա համար ենք հոգնում պատարագից։ Մեր սերը շատ կարճ է, շատ փոքր է, դրա համար մենք ձանձրանում ենք աղոթելուց, Աստծո խոսքը լսելուց։ Ժամերով կարող ենք հեռախոսը թերթել, ինչ ասես նայել ու լսել, բայց մի քանի րոպե Աստծո խոսքի համար մեր ականջները ծանրացած են, լսելի չէ։ Ուրեմն այս խաչի գյուտի տոնով Տեր այսօր նորից գալիս է մեզ փնտրելու, սիրելիներ։ Եվ այն ինչ որ այսօր կատարվում է մեր կյանքի մեջ, հասարակական, քաղաքական, հայրենական, ամբողջ կյանքի մեջ, պատճառը մեկն է, որ մենք այդպես էլ իրական քրիստոնյաներ չենք դարձել։ Մենք Քրիստոսի եկեղեցու մեջ ենք, բայց Քրիստոսի հետ չենք, Քրիստոս էլ մեր մեջ չէ։ Մենք Քրիստոսի եկեղեցու մեջ ենք, բայց Քրիստոս այստեղ չէ, դրսում է, որտեղ մենք իրեն հանել ենք, մեր սկզբունքները, մեր օրենքները դրել ենք եւ այդպես ուզում ենք Քրիստոսին հաճելի լինել։ Հենց առաջին պայմանը սերն է խաչի ճանապարհով եւ խաչը բացված, ծաղկած, անուշահոտած սերն է Աստծո մարդու համար։ Ինչքան է սիրել մեզ, որ իր զավակին զոհաբերել է մեզ համար, սիրելիներ։ Այդ խաչի ճանապարհով էր սերը արտահայտել իր զավակին զոհաբերելով։ Մի օր մի երկրի մեջ մեծ համաճարակ էր, մարդիկ մահանում էին։ Եվ ամբողջ երկրի ժողովուրդը փնտրում են մեկի արյունը, որ նրանից կարող են պատվաստանյութ պատրաստել եւ բոլորին փրկել։ Գալիս մի 14 տարեկան տղայի են գտնում։ Եվ խնդրում են, որ հորից, որ քո տղայի կյանքը, եթե 10 նրա արյունը հանենք, ամբողջ երկիրը, ամբողջ ժողովուրդը կփրկվի։ Հայրն ասում է, միայն մեկ պայման ունեմ, կտամ իմ զավակին, իմ զավակի կյանքը։ Մենք խոստացեք, որ միշտ կհիշեք իմ զավակին։ Զավակը զոհվեց, իր արյունը տվեց, բոլորը փրկվեցին, բայց ոչ ոք այդպես էլ շնորհակալություն չհայտնեց։ Շնորհակալությունը խոսքերով չի, սիրելիներ։ Այսօր հարբեցողն էլ, մարդասպանն էլ, շնացողն էլ
մի հատ երկինք են, ասում են Տեր Աստված մեղք մի համարիր ու մեղքը գործում են։ Շնորհակալությունը մեր ապրած կյանքն ու կենցաղն է, որ ցույց է տալիս մենք ինչպես ենք ապրում։ Եթե մենք միասին աղոթող ենք եւ իրար չենք սիրում, աղոթքը նույնիսկ մեզ համար դատապարտություն է դառնում։ Ուրեմն այս սիրո համար այս խաչի գյուտի տոնը սիրելիներ, որ ինչպես որ այսօրվա շարականն է շատ գեղեցիկ էր, ասում է այսօր ողբում է սատանան իր կործանումը։ Իսկ մենք Քրիստոսի հավատացյալ ժողովուրդս եկեք երկրպագենք Աստվածային սուրբ նշանին։ Շնորհակալություն հայտնենք, որ Տիրոջ խաչը սատանայի ողբի պատճառ դարձավ։ Մեր սրբակենցաղ կյանքը սատանայի ողբի պատճառ պիտի դառնա։ Բայց եթե մենք սխալ ապրենք, սատանան պիտի հրճվի, պիտի ուրախանա եւ պիտի հայտարարի, որ շատ եկեղեցիներ ինձ են պատկանում, որովհետեւ այդ եկեղեցու մեջ թե քահանան, թե ժողովուրդը Քրիստոսինը չեն, այլ իրենց մեղքերով շղթայված են։ Դրա համար ենք մենք ամեն անգամ պատարակի ժամին, գողության ժամին ասում ազատություն մեր գերված եղբայրներին, որ հոգևոր գերության մեջ են, որ մեղքի շղթաներով կապված են եւ սատանային են ծառայում չգիտակցելով, չհասկանալով, որ այս գերությունից անհապաղ ազատվել է պետք եւ մեր փրկության ճանապարհը դեպի Քրիստոս նայելն է։ Նայեցիր Քրիստոսին, նայեցիր Քրիստոսի աչքերի մեջ, Տերը քեզ կընդունի, կլուսավորի, մեղքի աղբը կհանի քո վրայից, եւ ինչպես խաչի գյուտին խաչը բարձրացավ, բոլորը տեսան ու փառաբանեցին, այնպես էլ մեր հոգին երկին կբարձրանա Տիրոջ ներկայության մեջ, նավաբեկությունից փրկված, առանց թրջվելու, առանց վնասներ կրելու Տիրոջը կներկայանա եւ կասի Տեր, քո մոտ եմ վերադարձել, ինչպես որ ինձ տվել ես մաքրությամբ, այդ մաքրությամբ գալիս եմ քեզ մոտ, ընդունիր ինձ։ Թող Տերը ընդունելի անի մեր բոլորի հոգիների մաքրությունը, սրբությունը սիրելիներ։ Աշխարհում ամենաթանկ բանը ապաշխարող մարդու մի կաթիլ արցունքն է։ Այդ կաթիլ արցունքը թափեք, որ Տերը մաքրի ձեր հոգիները, սրբի մեզ եւ խաչի ճանապարհով, ինչպես որ երկինքն ու երկիրը հաշտեցրեց, այնպես էլ մեր հոգիները հաշտեցնի, իր սիրով լցնի, իր խաղաղության պահի, որպեսզի մեր կյանքի մեջ չլինեն ամոթի օրեր, որ քրիստոնյաներն ամանչեն քրիստոնյաներից եւ իրար հետ թշնամության մեջ ապրեն։ Հակառակը սերը հաղթի, որովհետեւ սերը երբեք չի անհետանում։ Թող Տիրոջ սերը, խաղաղությունը, Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ լինի այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։